Բարի լույս, հայ ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր ուզում եմ գիտեք ինչի մասին խոսամ, էլի։ Մեր նարեկի։ Գրագետ երիտասարդա, բայց ճիշտ քայլերով չեն իրանց քաղաքականությունը վարում։ Դրա համար էլ ընկնում են մի կարգավիճակի մեջ, որի համար ամեն մարդ իր խոսքի համար պետք է պատասխան տա։ Հիմա ժողովուրդ ջան, ներեկ լսեցի Նարեկին ինչ ասում։ Ասում է մենք մեր պայքարը շարունակելու ենք, քանի որ այս երկրում ով քաղաքականության հայտ է ներկայացնում, նրան բանտարկում են, նրան, չգիտեմ, մի խոսքով ամենավատ բաներն են վարվում է, ամենավատ բաներն են անում այդ մարդկանց նկատմամբ քաղաքական հայտ ներկայացնողների։ Նարեկ ջան, ախր դուք քաղաքականությունը խառնել եք, շփոթել եք, ասենք խուլիգանության հետ։ Ես հիմա փաստերով ապացուցեմ։ 100,000-ներով մարդիկ եք վարձել, չէ՞։ Այս մարդիկ փողոցներում, շուկաներում, ամենտեղ։ Ուրեմն մեր երկրի ղեկավարին ամենտեղ ձեր վարձած մարդիկ, իբր ձեր կողմնակիցները, ամենտեղ մեր երկրի ղեկավարին դավաճան են անվանում, Թուրք Նիկոլ, Թրքամետ Նիկոլ, ու նման բաներ, երգիրը ադրբեջանացնող, երգիրը թրքացնող, ես իմ 1000 Նարեկ ջան, եսի քաղաքականություն, հա։ Ուրեմն կար մի ժամանակ, Նարեկ ջան, երբ որ մեզ ունեինք երկրի ղեկավար, անունը Ռոբերտ Քոչարյան էր։ Հիշում եք, չէ՞ այդ ժամանակները։ Ուրեմն երբ Կարեն Դիմիրճյանը խոսում էր, չէ՞, կամ Վազգեն Սարգսյանը խոսում էր, նրանք խոսում էին իրական քաղաքականությունից։ Նրանք չէին փնոհում Քոչարյանին, Քոչարյանին թուրք չէին ասում, նման բաներ չէին ասում, նրանք խոսում էին իրական քաղաքականությունից։ Քոչարյանը իր վախից, որ իրական քաղաքականություն վարողներ կան այս երկրում, այդ մարդկանց այսենց հերթի դրած ֆիզիկապես ոչնչացնում էր։ Նարեկ ջան, եթե դուք մտածում եք, թե դուք ուղղակի ամեն ինչ կարաք ասեք, ասենք երկրի ղեկավարի մասին, դա քաղաքականության հետ կապ չունեցող բան է։ Դա քաղաքականություն չի։ Քաղաքականություն պետք է դուք վարեք այնպես, որ ձեզ, ասենք, այլ երկրներում նկատեն։ Ասենք, Եվրոպայում նկատեն, Ամերիկայում նկատեն, որ դուք լավ քաղաքականություն եք վարում, հասկանում ես։ Իսկ դուք ասեք մաքսիմում ինչ կարող եք անել։ Փողով գնալ Ամերիկա մի հատ լրատվականում Հայաստանին մատնություն անել։ Հայաստանի ղեկավարին մատնություն անել։ Դա քաղաքականություն ես համարում, Նարեկ ջան։ Ձեր ցավը տանեմ։ Տղա ջան։ Բա տես բաներ եք անում, ուզում եք տես բաների համար ձեզ ներկայիս իշխանությունը չբանտարկի։ Ու դուք էլ ժողովրդին ասում եք քաղաքականության հայտ ենք ներկայացնում, բանտարկում են այս երկրում։ Դուք երկրի վարչապետի երեխանցը հայհոյում եք։ Ես քեզ նկատի չունեմ։ Դուք նման քաղաքականություն եք վարում, ձեր կողմնակիցներն էլ նման բաներ են անում։ Հասկանում եք։ Այն ուժեղ Հայաստան գոռացողները նման բաներ են անում։ Դա է ձեր վարած քաղաքականությունը, որ ձեր կողմնակիցները նման բաներ են անում։ Մենք, ասենք իշխանության կողմնակիցները, մենք էլ ենք խոսում, չէ, Քոչարյանիցը։ Բայց մենք փաստեր ենք բերում, ասում ենք Քոչարյանի ժամանակ ինչեր է եղել։ Դիմիրճյան են սպանել,
ցույցերի ժամանակ զորքերա կողել հրամանով մարդկանց հասպանել։ Իսկ դուք ինչ եք անում։ Ասում եք թուրք Նիկոլ, թրքամետ Նիկոլ, Հայաստանը թրքացնում է, ադրբեջանացնում է։ Ախր դուք կխեք, որ դա քաղաքականության հետ կապ չունեցող բաներ է։ Դա դուք մարդուն ուղղակի հայհոյում եք։ Հայհոյանքի համար իրականում կարան եւ ֆիզիկապես ոչնչացնեն էլ։ Ու դուք դա այդպես պարծանքով գրագետ ձևով ձեր անգրագետ այն մասաների միջի գրագետ խոսողը դուք եք, գրագետ ժողովրդին հասկացնում եք, թե դուք քաղաքականության մեջ եք ուզում մտնեք, ձեզ դրա համար բանտարկում են։ Այդ քաղաքականության, մաքուր քաղաքականության հիմնադիրը Հայաստանում այսօրվա երկրի վարչապետն է, որ ձեր քեֆին կպչող չլի, ձեր մազին կպչող չլի, դուք մաքուր քաղաքականություն վարեք։ 8 տարի է թույլ չի տվել այսօրվա երկրի վարչապետը, որ ինչ-որ մեկի մազին է ժողովուրդը կպնի։ Բա մի ընտանիքից այդքան մարդ վերացնել տա Քոչարյանը, ու այսօրվա վարչապետը թույլ չտա, որ Քոչարյանի քեֆին ինչ-որ մեկը, նույնիսկ այդ ընտանիքները կպնեն, ու այդ մարդուն ուրիշ բաներ ասեն դրա հետևից։ Ախր մտածեք, գիտեք թե ժողովուրդը չի հասկանում, ես ոնց բացատրում եմ այդեն ժողովուրդը լրիվ հասկանում ամեն ինչը։ Իսկ դուք այնց ասում եք։ Ուղղակի ասում եք, դուք քաղաքականություն չենք տենում ձեր մտչին։ Ես Սամվել Կարապետյանի համար, երբ որ Սամվել Կարապետյանը բանտում էր, հլա իմեջը Նարեկ ջան բացի նայի։ 1000 անգամ գրել եմ, որ Սամվելին բաց թողեք։ Բաց թողեք, թեկուզ տնային կալանք, այդ մարդուն թույլ տվեք խոսա, մենք լսենք, մեջս բացեք նայեք։ Ինչքան եմ Նիկոլ Փաշինյանին գրել, խնդրել անձնական, դատախազությանը, հլա էջս բացեք նայեք, 1000 անգամ, ասել եմ այդ մարդուց լսենք, մի բան լսենք, գուցե մենք հավանենք, նոր մարդ է, նոր քաղաքականություն։ Բայց Նարեկ ջան, ճիշտ ասած, հետո որ այդ մարդը եկավ, սկսեց խոսալը, ճիշտ ասած, ժողովրդի մոտ սկսեց խինդ առաջացնել դրա ամեն մի խոսքը, քաղաքականության հետ կապ չունեցող, միայն ամեն խոսքում Ռուսաստան, Հայաստանը պետքա գնա Ռուսաստան, Հայաստանը պետքա Ռուսաստանով ես իմ հզոր երկիր դառնա, Հայաստանը Ռուսաստանով պետքա ես իմ ինչ, Հայաստանի ծիրանը թե չեն թույլ տա վաճառել, ոնց ասեցին, այտենց էլ Ռուսաստանը անում է։ Դա քաղաքականության հետ կապ ունի, որն է դրա հետ կապը։ Չկա, չենք տեսնում։ Ասենք հեռախոսներով խոսում են ձեր կողմնակիցները 100,000, 200,000 փողեր են խոստալի, որ գնանք ընտրենք էսեն, բայց պետությունը դրա առաջ չառնի Նարեկ ջան։ Թույլ տա ով ինչ ուզի անի, հա։ Ու դա էլ համարվի թե դուք քաղաքականություն եք ուզում մտնեք, այս պետությունը ձեզ բռնում է, հա։ Ձեզ թույլ չտալի, հա։ Բա նման քաղաքականություն, վարողը, բա մենք դրանից փախել ենք։ Դրանից պրծել ենք, որ եղու բրինձ էին բաժանում, ձեթու բրինձ էին բաժանում, եսի մինչ ալուր էին բաժանում, հազիվ մի կերպ պրծել ենք, այդ բանը ժողովրդի հոգեբանության մչից դուրս է եկել, որ արդեն չի կարելի վերցնել, չի կարելի։ Ժողովուրդ ջան, դա ստրկամտություն է։ Հասկանում եք։ Հիմա այս պետությունը թույլ տա էլի նույն բաները անեք։ Հիմա Նարեկ ջան, իմ ասածը հերքի, դու մի հատ կոմբայն ես առել, ասում ես գյուրա գալա գյուղի համար, Ստեփանավանցիների, Տաշիրցիների համար, Նարեկ ջան, եթե առել ես, դու գյուղին էլի, նվերատվություն արա գյուլագարա գյուղին ասենք, իրանք էլ էդ ոնց կուզեն կվարվեն, ախր դուք ձեզ համար առել եք, մարդկանց խափում եք, թե իրանց համար եք առել, Գալու ենք ասում եք ձեզ համար, ես իմ նենց
օգնության կարգով հնձենք ձեր ծորենը գարին, որ հերու տեղերից չվարձեն կոմբային բան, բերեն թանկ չնստի մարդկանց վրա։ Ախր դա դուք ձեզ համար եք արել, Նարեկ ջան։ Ով չի հասկանում։ Բայց անունը ինչի եք դնում, թե այդ գյուղացիների համար է։ Լավ եք արել, արել եք, մի 50 հատ արեք, որ շատ հերվից չվարձեն, բայց ճիշտ քաղաքը, եթե դա համարում եք քաղաքականության մաս, այդ ձեր արած բանը, մարդկանց ասեք, արել ենք, որ ձեր գյուղում լինի, հերվից չվարձեք, ձեր վրա էժան նստի։ Մեզանից արենդով կվերցնեք, կտանեք, կհնձեք ձեր ծորեն։ Մարդկանց ճիշտը ասեք, ինչի եք խաբեությամբ զբաղվում։ Նարեկ ջան, եթե ես սխալ եմ հասկացել քո ասածը, կարաս մի հատ ինձ թեկուս մեսենջերից գրես, ասես, եղբայր դու սխալ ես հասկացել, մարդկանց սխալ բաներ մի բացատրի։ Ես գիտեմ, որ ես ճիշտ եմ հասկացել։ Դուք ինքներդ եք աշխատացնելու, ըստ քո ասելով, ուղղակի բարեգործություն եք անելու, որ մարդիկ, ասենք, Գյուղարքունիքի մարզից կոմբայն չի տեղափոխեն տաշիր, որ տաշիրում հնձեն ծորենը։ Դուք ձեր ունենալու եք, ձեզանից մարդիկ վարձելու են, հնարավոր է մի քիչ էժան գնով կամ եսիմ իրա գնով, բայց հերվից չբերելով էժան նստի, հնարավոր է, պարզ ասեք էլի։ Դա քաղաքականության հետ կապ չունի է։ Նայեք, մեր երկրի վարչապետը մենք ոչ մի բան չենք նկատում։ Մենք մի անգամ լսում ենք Ամերիկա գնացել, մի անգամ լսում ենք Եվրոպա գնացել, բայց անցնում է ժամանակ, զգում ենք Եվրոպան, ասենք ինչ է անում մեզ համար, ինի օթիցը հոչի անում, ուրեմն կա չէ, ինչ որ պայմանավորվածություններ, բայց վարչապետը նույնիսկ չի գալի Հայաստանում, գլուխը չի գովում, լրատվամիջոցներ չի հավաքում, ասի ես սենց եմ արել, նենց եմ արել, Եվրոպայում սենց եմ արել, հեսա տեսեք ինչ լավ բաներ են անելու մեզ համար։ Ոչ մի բան չի ասում, պատահական լսում ենք այն վադայա ինչը արդեն Հայաստանում է, պատահական լսում ենք այն մի բանը Ամազոնը արդեն Հայաստանում է, մի բանը, դա օթից չի։ Այդ մարդու քաղաքականությունը այնց վարում է, այդ մարդուն վստահում են գալիս են Հայաստան։ Այսօր հլա Հայաստանում տեսես ինչ տուրիստական պատոկ է։ Սոչիում սկի տենց տուրիստական պատոկներ, սկի սովետի վաղտը չի եղել։ Ոչ ծով ունենք, ոչ բան ունենք, մի հատ սևանա լիճ ունենք։ Հասկանում եք, հլա տեսեք այդ ինչ պատոկ է։ Այդ Նարեկ ջան կարող է ձեր վարած քաղաքականության պատճառով են այդ մարդիկ գալի Հայաստան։ Ինչքան ուզում եք ասեք, Հայաստանում սպանություններ կա, եսիմ ինչեր կա, օրը ցերեկով, առավոտից իրիկու ասում եք, որ մարդ չկա, բայց էլի Հայաստանը լիքը տուրիստ է, էլի զգում են, որ ապահով երկիր է։ Հասկանում եք, ինչքան ուզում եք Հայաստանին փնոհեք, ինչ ուզում եք անեք։ Քաղաքականությունը այդ տենց են վարում, Նարեկ ջան, որ աշխարհը տեսնի, համաշխարհային լիդերները տեսնեն, զգան, որ այս մարդը ճիշտ քաղաքականություն է վարում։ Խո ձեր ասելով չի, արա դրբեջանացնում է, թրքացնում է, եսիմ ամերիկացնում է, եվրոպացնում է, ռուսացնում է։ Նարեկ ջան, ցավը տանեմ, ուրեմն նայի աշխարհում չգրված, չլսված մեր այսօրվա երկրի ղեկավարը բաներ արել, որ ամբողջ աշխարհը այդ բաները արդեն ընդունել է իփաստ։ Փաշինյանը, ես մի 2-3 բան կարամ ասեմ, որ ինչ արել է Փաշինյանը աշխարհի համար, բոլոր աշխարհում ինչքան ղեկավարներ կա, բոլորի համար դա նորություն է, ու ոչ մի քաղաքական գրքերում, նույնիսկ Նարեկ ջան, գրված չի նման բաներ, որ նման բան հնարավոր է, բայց Փաշինյանը որպես քաղաքական գործիչ արել է։ Մեկը մեր 2018 թվի հեղափոխությունն ա եղել, անարյուն, մի հատ մարդու քթից արուն չի եկել։ Դա համաշխարհային պատմության մեջ չգրված բան է։ Նարեկ ջան, չգրված, չկա նման բան, գոյություն չունի, չի ունեցել, բայց արի ու տես, որ այս երկրի ղեկավարի
ամեն տեղ են համաշխարհային բարձրատյաններում այդ բանը գրված է, որ նման հեղափոխություն Նարեկ ջան հնարավոր է նման հեղափոխություն։ Դե մի դու տես ինչ ձև պետք է դու ինչ քաղաքական գործիչ պետք է դառնաս, որ Հայաստանում կարողանաս գոնե նման հեղափոխություն անես առանց արյուն։ Բայց ձեր վարձած մարդիկ ինձ ամեն օր ասում են. «Ձյաց, սպասի, մի քիչ էլ սպասի, հեսա իշխանություն վեր ունենք», ոտներդ ասում են ինձ են ասում, ոռիցդ պոկելու ենք։ Ինչի համար։ Ես քո հետ ջանով, ղուրբանով, ցավդ տանեմով եմ միշտ խոսում։ Բայց ինձ ձեր մարդիկ այդ տես բաներ են ասում, ձյաց մի քիչ էլ սպասի, ոտներդ ոռիցդ պոկելու ենք Նիկոլին պաշտպանելու համար։ Տենց այդ ձև քաղաքականություն եք վարում, ու որ բռնում են նման բաների համար, դուք դա արդեն համարում եք, ձեզ չեն թույլատրում քաղաքականության մեջ մտնեք, չէ, Նարեկ ջան։ Հասկանում եք, տարբերությունը որն է։ Պատմության մեջ մի հատ կարևոր բան էլ կա։ Ես շատ եմ ասել այս մասին, որ մեր ներկայիս ղեկավարը այ մարդ ռուսը համարում է իր թշնամին է արդեն, բայց ինքը գնում է ռուսի մոտ, գնում է ռուսի հետ խոսում է։ Հասկանում ես Նարեկ։ Եվրոպան համարում է, որ ասենք տվյալ երկրի ղեկավարը պետք է լինի միայն այսպեսին, որ իր հետ խոսան, Այս մարդը գնում է Եվրոպա նրանց հետ խոսում է, ու իր հետ ամեն ինչում համաձայնվում են։ Գնում է Ամերիկայում խոսում է, Չինաստանի հետ խոսում է, Իրանի հետ խոսում է, Թուրքիայի հետ խոսում է, Ադրբեջանի հետ խոսում է։ Սա աշխարհում Նարեկ չգրված փաստեր է, հասկանում ես Նարեկ ջան, աշխարհում չլսված, չգրված, ոչ Չերչիլի ժամանակ ա եղել, ոչ Ստալինի, ոչ այն մեկի, ոչ Ռուզվելտի, ոչ Վիլսոնի, ոչ մեկի ժամանակ նման քաղաքականություն վարող երկրի ղեկավար չի եղել։ Ախր դուք նման բաները պետք է հասկանաք։ Ավազակությունը դա քաղաքականություն չի, Նարեկ ջան։ Հասկանում ես։ Դուք որ բարերարություն եք անում, բարերարության հետ մեկտեղ ավազակություններ եք անում, ու ուզում եք դա ձեզ համար ձեզ ներեն։ Ու դուք էլ ծածկվում եք բանի տակ, որ դուք ուզում եք քաղաքականություն մտնեք, այս իշխանությունը ձեզ դա բանտարկում է, բռնում են ավազակության համար։ Հասկանում եք։ Ավազակության համար են բռնում։ Հիմա Գագիկ Ծառուկյանին բռնել են, արա ասում են, արա ես բարերարն, ես բարերար։ Հասկանում եք։ Բա որ մի երկրի ղեկավարին դու խոսք ես տալի, որ դու ընտրվես այդ երկրի ղեկավարի տեղը առյուծների, այն էլ որց առյուծների վանդակում է լինելու։ Դա քաղաքականություն է, ես համարում Նարեկ ջան։ Հա։ Բա ոնց չբռնեն։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այս բաներ, ես շատ բաներ կարամ ասեմ, այնքան բաներ կարամ ասեմ, որ մարդիկ իրականում այսօր ինչ անում են, չէ, սխալ քաղաքականություն են վարում, ու իրանց սխալ քաղաքականության վարման պատճառը համարում են, ասենք, ներկայիս երկրի ղեկավարներին։ Հասկանում եք։ Ճիշտ քաղաքականություն վարեք, ոչ մեկը ձեզ չի բռնի, նրանք կտանեն, նրանք ձեզ կգողանան, կտանեն իրանց թիմ։ Մի հատ ցանկացած խելացի մարդ, մի հատ ցանկացած խելացի բան ասի, դրա համար բոլոր քաղաքական ուժերը պայքար են մղելու, բոլորն էլ այդ մարդուն տանեն իրանց թիմ։ Հասկանում ես, Նարեկ ջան։ Դու եթե խելացի մի բան ասիր, չէ, քեզ Սամվելի մոտից կգողանային, կտանեն, բայց չէ ախր դուք պարակտիչ բաներ եք ասում ախր, պարակտիչ։ Այ հիմա էլ այսօր այ ասում ես այդ բանը, դա պարակտիչ խոսք է։ Դուք ուզում եք քաղաքականություն մտնեք, ձեզ դրա համար բանտարկում են։
Չէ, դրա համար չեն բանտարկում, Նարեկ ջան, դու լավ գիտես ինչի համար են բանտարկում։ Դու շատ լավ գիտես։ Մարդը 20-30 տարի աշխատում է, գնում է բանկով մի հատ հին օպել է առնում։ Այ մարդ 10 տարի էլ բանկին վարկա վճարում է, այդ հին օպելից չի պրծնում։ Բայց Նարեկ ջան, ձեզ թույլ են տվել, որ դուք 5 րոպեны մեկ կարաք մի հատ կոմբայն առնեք։ Դուք ոնց կարաք այդ պետության հետ այտենց խոսեք։ Դու հասկանում ես, չէ՞, ես ինչ եմ ասում։ Եթե ձեզ թույլ են տվել, որ դուք այնքան աշխատեք այս երկրում, որ կարողանաք 5 րոպեны մեկ մի հատ կոմբայն առնեք, որը արժի մի 1000 հատ օպելի գին Հայաստանում։ Հասկանում ես, դուք իրավունք չունեք այդ պետությունից բողոքելու։ Դուք այդ պետությանը պետք է ասենց փայփայեք, շոյեք, առավոտից երեկոն, որ շոյված մնաք, ոչ թե պետությունը ձեր հանցագործությունները սկսի հատ ասելու ու բանտարկելը։ Դուք էլ ժողովրդին ասեք, դե ժողովուրդ ջան, մենք քաղաքականություն ենք ուզում մտնենք, դրա համար են մեզ բանտարկում։ Ախր օրենքով էլ ընդունված է, չէ՞, Նարեկ ջան, որ օլիգարխը չի կարա քաղաքականություն մտնի։ Բայց դուք ֆինանսներ ծախսելով, եսի մինչեր անելով ուզում եք անընդհատ մտնեք։ Լավ եք անում, մտեք։ Ո՞վ ասում ձեզ, բայց ամեն ինչին իր գինը ունի հասկանալով։ Լեզուն եւ այն պուճուր պոպոքի չափ ուղեղը քանդում է ցանկացած մարդու տուն, անկախ նրանից նա օլիգարխ կլինի, միլիարդատեր կլինի, թե մի հատ անգրագետ հայվան կլինի, չոբան, որ 10 դրամ էլ չկա ջեբը։ Լեզուն իր պոպոքի չափ ուղեղը քանդում է ցանկացած մարդու տունը։ Ցանկացած եւ վերջ։ Այսքան բան ժողովուրդ ջան, լավ օր եմ ցանկանում բոլորիդ, եղեք առողջ եւ առույգ։ Ամենակարևորը ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Մի բան ասելուս, մի բան խոսելուս մտածված։ Ամեն ինչը մտածված։ Երբեք չի կարելի մարդկանց հենց այնպես վերցնել հայհոյախառը բաներ ասել։ Չի կարելի ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Լավ մնացիք։